Ճամբարակ համայնքի Անտառամեջ գյուղում կա գրանցված 181 բնակիչ, սակայն փաստացի բնակվողների թիվը 105 է։ Տեղի դպրոցում սովորում է 17 աշակերտ։ 12-ամյա կրթական համակարգով դպրոց է գործում, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ այն կարող է միավորումից հետո փակվել։ Նման սցենարի դեպքում խնդիր կդառնա ոչ միայն երեխաների տրանսպորտի հարցը, այլև մեկ տասնյակ տեղաբնակներ անգործ կմնան։ Աշխատող ունենք, տեխնիկական աշխատողներ են, երեմի 10 հոգի զբաղվում կլինի։ Էլի ամեկ 2 կոպեկ փող են տանում իրանց ընտանիքը պահում։ Համայնքների խոշորացումից հետո բնակավայրում զգալի աշխատանքներ են տարվել։ Այս տարի 2 ծրագիր ունեն կյանքի կոչելու՝ ջրագծի անցկացում եւ հացատան կառուցում, սակայն վարչական ղեկավար Կարլեն Մարտիրոսյանի պնդմամբ հեռացող բնակիչների հոսքը անընդհատ է, պարզապես տարբեր տարիների տարբեր թվերով։ Որ սկզբից եկել եմ գյուղում եղել 80 ընտանիք, այսօր 30 ընտանիք։ Ես այս գյուղում առնվազն համարյա 20 տարի գյուղապետ եմ աշխատում, բայց զգում եմ, որ օրի տարին տարվա վրա գյուղացիները որը կարող հնարավորություն թողում են գնում։ Հիմա կարծես թե այդ միտումը չկա, վարչական ղեկավարն ուրախությամբ շեշտում է, անցյալ տարի գյուղում 3 երեխա է ծնվել։ Նրա խոսքով Անտառամեջը Ճամբարակի շրջանի ամենահարուստ գյուղերից է եղել, սակայն այսօր այլ է պատկերը։ Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ մեծ դժվարությամբ են ընտանիքները պահում։ Վար ցանկ չի լինում, հողերը բերի չեն։ Մենակ անասնապահություն, խոզեր անցած տարիների վերացան, կարելի ասել իսպառ վերացան։ Նույն խնդրի առաջ են կանգնել հարևան գյուղի Ծորավանքի բնակիչները, որտեղ եւս խոզերի մասսայական անկում էր արձանագրվել։ Այս գյուղն ունի գրեթե նույնքան գրանցված բնակիչ, որքան Անտառամեջում է, սակայն փաստացի բնակվողների թիվն ավելի շատ է՝ 145 մարդ։ Տեղի տարրական դպրոցում սովորում է 11 աշակերտ։ Ծորավանքցիների ապրուստի միջոցը անասնապահությունն է, մասամբ նաև հողագործությունը։ Գյուղամիջյան ճանապարհների վիճակը բարդացնում է նրանց առանց այն էլ ծանր աշխատանքը։ Բնակիչներն անհամբերությամբ են սպասում այս տարվա ճանապարհաշինական ծրագրին։ Սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է մուտքի կամրջից մինչև 300 մետր տուֆապատում, հələ որ այդքան է, մնացածն երևի տարվա ընթացքում ծրագրեր կլինեն։ Ծորավանքի միակ խանութն այլևս չի գործում, գյուղը գազաֆիկացված չէ, բնակիչները ջեռուցումն ապահովում են վառելափայտով եւ աթարով։ Հայ-Անտառը ձմեռվա այդ սեզոններին վառելափայտ է տրամադրում, բայց դա էլ չի հերիքում, շատ է ցուրտ լինում։ Այգուտը Ճամբարակի ներքին ենթաշրջանի ամենամեծ գյուղն է, այստեղ փաստացի 600 մարդ է բնակվում։ Գյուղում 2025 թվականին սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել։ Ընթացիկ տարում նախատեսված են լուսավորության ցանցի ընդլայնման, գյուղամիջյան ճանապարհների բարելավման աշխատանքներ։ Այգուտում կա մեկ կարևորագույն խնդիր, որը վերաբերում է մարդկանց անվտանգությանը։ Բնակավայրը գտնվում է սողանքային գոտում։ 2008-ից 13 թվականների ընթացքում տասնյակ տների սեփականատերեր պետությունից փոխհատուցում ստացան, բայց շատերը մինչ օրս դեռ բնակվում են վթարային տներում։ Օգտվել են 79 տնտեսություն նախկինում, բայց մենք ունենք այս պահին տներ, որոնք այդ ակտիվ մասում են եւ տները փլված են համարյա թե։ Հենա իմ տունն էլ արդեն ճաքա տվե ու ես վախենում եմ, գոնե ուր պետք է գնամ։ Այն ժամանակ ըստ շնչի գումար տվին, մարդիկ կարացին ինչ-որ մի ձև իրանց հարցը լուծեն, իսկ հիմա դա չկա։ Այգուտ գյուղի բնակիչ Սարգիս Արաբաչյանի պնդմամբ Ճամբարակ համայնքի Գետիկ գյուղից մինչև Տավուշի մարզի սահմանը սողանքային գոտի է, ասում է երբեմն սողանքից վնասված հատվածներում ուսումնասիրություններ կատարում են, սակայն այդքանով սահմանափակվում են։ Ասենք թե եկեք են արել գյուղացուն ինչ, Գետիկ գյուղից մինչև Գոշը, այդ տարածքը սողանքի գոտի է։ Վթարային աստիճան գոյություն ունի, այդ վթարային աստիճանը ամեն օր փոխվում է։ Ուսումնասիրության կարիքը կա եւ մասնագիտական գնահատականը պարտադիր։ Հեռավոր այս բնակավայրերն ունեն եւ ընդհանուր ու միանման եւ առանձնահատուկ խնդիրներ, ժողովրդագրական, ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի բացակայության եւ այլն։ Այդ խնդիրներից շատերը չեն կարգավորվել տասնամյակներ շարունակ, իսկ բնակիչները շարունակում են սպասել եւ հուսալ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ։